Ինչն է եղել 3 ազգային ժողովի նախկին պատգամավոր Ձիաժավայի Արկադիի տան մոտ հնչած կրակոցների պատճառը։ Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն խնջույք է կազմակերպվել։ Խնջույքի մասնակիցները մեկ թեմայի շուրջ սկսել են քննարկում իրականացնել, որից հետո հնչել է հայհոյանք։ Արմնու լրատվականին հասած լուրերի համաձայն խնջույքի մասնակիցներից շատերը ներկանային հորդորել են հայհոյանք չտալ, որից հետո խոսակցությունը այնքան է թեժացել ու հայհոյանքները շարունակվել են։ Գործի է դրվել զենք, հնչել են կրակոցներ։ Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ձերբակալվել էր 10 անձ, որոնք այս պահին շարունակում են մնալ ձերբակալված։ Նախաքննական մարմինը մեծ հասած լուրերի պատրաստում է ձերբակալված անձանց մասով քրեական հետապնդման գործընթաց սկսել։ Նշենք, որ ձերբակալված անձանց մեջ է ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի Ձիաժավայի Արկադիի որդին, որը շարունակում է մնալ ձերբակալված։ Շամշան.com-ը հայտնել էր, որ կռվի մասնակիցներն են եղել Սպիտակի բնակիչ, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հարությունյանը, Սպիտակ Հակի բնակիչ 36-ամյա Մուշեղ Սիմոնյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Ղրիմյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Վահան Սահակյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Հարությունյանը, 27-ամյա Ստեփան Ստեփանյանը, 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, ով, ինչպես արդեն նշեցինք, Ձիաժավայի Արկադիի տղան է, Երևանի բնակիչ 40-ամյա Անդրանիկ Մաշկարյանը, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Խաչոյանը եւ Երևանի բնակիչ 37-ամյա Նարեկ Լավչյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակի կրակված մի քանի պարկուճներ։